Բարձր, շատ բարձր էր բաբախում ֆուտբոլասերների զարկերակը մեծ մոսկովյան Վիդնոյ քաղաքի Մետալուրգ մարզադաշտում, որտեղ ընթանում էր Ռուսաստանում բնակվող շահումյանցիների մեր վերածնունդը համայնքի նախաձեռնած Շահումյանի գավաթ 3 ամենամյա ընկերական ֆուտբոլային մրցաշարը, Շահումյանի շրջանի Վերինշեն, Կարաչինար, Հայպարիս, Գյուլիստան, Խարխապոտ, Շահումյան Մոսկվա, Ներքինշեն եւ Էրկեչ բնակավայրերը ներկայացնող 8 ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ։ Այսօր պարզապես մարզական միջոցառում չէ, այն խորհրդանշում է սերունդների անբաժանելի կապը, նվիրվածությունը, ավանդույթներն ու ձգտում ունենալը, առողջ եւ մրցակցային ոգի։ Մենք հպարտ ենք, որ անց է կացնում թվով 3-րդ ֆուտբոլային մրցաշարը, որը դարձել է բարի ավանդույթ ու միավորել աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերին։ Ոչ միայն ֆուտբոլի, այլև բարեկամության փոխադարձ հարգանքի, մեր ընդհանուր պատմության ու արմատների հանդեպ սիրո շուրջ։ Շուրջ 3 տարի շահումյանցիներին միավորող աննախադեպ վառ ֆուտբոլային այս իրադարձությունը, որին տարեց տարի ավելի շատ թիմեր են մասնակցում, Ռուսաստանի տարբեր անկյուններից եկած շահումյանցիների համար պարզապես գնդակով խաղ չէր։ Այն միտված էր ամրապնդելու ազգային արժանապատվության գիտակցմանն ու վերածննդին։ Մեր շահումյանցիներից մոտ ստացվում է միավորվել, եւ ես էլ իմ ընտանիքիս, կնոջս ու երեխաներիս հետ եկել եմ Ստավրոպոլի մարզից, որպեսզի տեսնվենք, ծանոթանանք, շփվենք միմյանց հետ ու չմոռանանք, թե ով ենք մենք։ Շահումյանի շրջանի գյուղերը ներկայացնող ֆուտբոլային բոլոր թիմերի ֆուտբոլիստները շատ լավ գիտեն իրենց արմատներն ու կորսված հայրենիքի պատմությունը եւ լարված, սակայն գեղեցիկ ֆուտբոլային խաղով մի քանի ժամ շարունակ ոչ միայն երկրպագուներին էին պարգևում ամենաիրական էմոցիաներն, այլև փորձում էին հաղթել ու բարձր պահել յուրաքանչյուրն իր գյուղի պատիվը։ Նախ խմբային, հետո կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում հետաքրքիր, տեղ-տեղ լարված ու էմոցիաներով լի գոլառատ խաղի ամեն մի պահը դարձնել անմոռանալի։ Այստեղ հետաքրքիր սպորտը չէ, հետաքրքիրն է, որ մեր ժողովուրդը այսօր համախմբված միտեղ գալիս ջահելներ իրար հետ են ծանոթանում, ահելներ իրար ընտնում։ Այն կարոտը, որ այնտեղ կա մնացել է մեր մեջ, այսօր համարյա բոլոր իրարից առնում են։ Ու ամենահետաքրքիրն է, որ Շահումյանը նորից ապրում է, շահումյանցին ապրում է, ուզում են մեզ կոտրել, բայց չստացվեց։ Մենք նորից վերագտանք։ Это великолепный турнир. Հրաշալի մրցաշար է, որը անց է կացվում Շահումյանի շրջանի բոլոր գյուղերի թիմերի միջև։ Այն համախմբվելուց զատ ամրապնդում է մեր կապերը եւ ուժեղացնում է մեր հայկականությունը, ինչը շատ կարեւոր է երիտասարդ սերնդի համար, ովքեր հասկանում են, որ իրենք հայ են եւ միասին համախմբվելով պիտի կարողանան դիմագրավել բոլոր սպառնալիքներին։ Շահումյանի գավաթ 3 ամենամյա ֆուտբոլային տոնը չէր շրջանցել նաև փոքրերին։ Մրցաշարի շրջանակներում շահումյանցիների մեր վերածնունդը համայնքը երեխաների պաշտպանության տոնի առիթով ամենափոքր շահումյանցիների համար պատրաստել էր սպորտային զվարճալի ժամանց։ Իսկ պատանի ֆուտբոլիստները հնարավորություն էին ստացել կատարելու իրենց առաջին քայլերը դեպի մեծ ֆուտբոլ։ Հայրենիքից հեռու ուրիշ երկրում տունտեղ դրած շահումյանցիները ուրախանում են իրենց կուր համայնքով, որն արդեն 3 տարի մեր վերածնունդը համայնքի ղեկավար Արմեն Լալայանի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել Ռուսաստանով մեկ ցվրված շահումյանցիների հին ու նոր սերունդներին տարբեր տեսակի միջոցառումներով համախմբելու, ավանդույթները վերականգնելու եւ պատմական հիշողությունը երիտասարդ սերնդին փոխանցելու գործին։ Իսկ վերջիններիս համար ֆուտբոլային մրցաշարը ավանդաբար դարձել է ոչ միայն դիտարժան խաղ ցուցադրելու եւ լավագույն արդյունքներ գրանցելու, այլև ոգեղենություն փոխանցելու ընկերային մրցույթ, որտեղ ըստ էության հաղթողը միասնությունն է։ Այսօրվա ֆուտբոլի մրցաշարը մեզ համար շատ մեծ իրադարձություն է։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին, քանի որ ոչ միայն հետաքրքիր է խաղալը, այլև այսօր մեր խաղին հետևում են մեր հայրերն ու պապերը, ովքեր ժամանակին Շահումյանի շրջանում նույնպես խաղում էին ֆուտբոլ ու կազմակերպում էին մրցաշարեր։ Դե բոլոր ժամանակներում մեր սպորտսմենները ուզում են հաղթել, սակայն այսօրվա խաղում մենք փորձում ենք խաղալ հաշտ ու խաղաղ, քանի որ մեզ համար ընկերային խաղ է, որի նպատակն է միավորվել ու շահումյանցիների վերածնունդը։ Էմոցիաներով, սպորտային ազարտով, գեղեցիկ գոլերով եւ իսկական հայկական ոգով լի մարզական օրվա ավարտը նույնքան գեղեցիկ էր ու հիշարժան։ Շահումյանի գավաթ 3 ամենամյա ֆուտբոլային մրցաշարում առաջին տեղը զբաղեցնում է Հայպարիս, երկրորդը Վերինշեն եւ երրորդը Գյուլիստան ֆուտբոլային թիմերը։
ովքեր պարգևատրվում են նաև 70, 100 և 150 հազարական ռուբլի արժողությամբ նվեր քարտերով։ Լավագույն դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան և լավագույն հարձակվող անվանակարգերում պատվոգրեր են ստանում Գենադի Օսիպյանը Հայ Պարիսից, Արթուր Գլեչյանը Կարաչինարից, Հարություն Միրզոյանը Գյուլիստանից և Հրանտ Գզիրյանը Վերինշենից։ Մրցաշարի բոլոր 8 թիմերն ու մասնակիցներն արժանանում են անվանական մրցանակների ու պատվոգրերի։ Իսկ Շահումյանի մինիֆուտբոլի հավաքականը ստանում է հատուկ մրցանակ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնությունում մասնակցության համար։ Սուսաննա Հովհաննիսյան, Անդոն Ջովանով, Արման Մեսերյան, Մոսկվա, Երկիրն այսօր։